Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին հիմնադրամի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակին հարող տարածքից կազմակերպվեց բողոքի եռդեպի ՄԱԿ-ի գրասենյակ Սումգայիթյան ջարդերի օրվա կապակցությամբ։ 1988-ից 1990 թվականներին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում իրականացված ջարդերի ուղղակի եւ անուղղակի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր փախստական դարձան։ Ջարդերն իրականացվեցին ադրբեջանական իշխանությունների գիտությամբ եւ համաձայնությամբ, ինչին նախորդել էին ուժեղ հակահայկական քարոզչությունն ու ամբոխի անկարգությունները։ Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկումը եւ միջազգային հանրության ներողամտությունը այն չդատապարտել է նպաստեցին, որ մարդասպաններն ու նրանց ուղղորդողները խուսափեն արժանի պատժից, ինչը հանգեցրեց Ադրբեջանում իրադարձությունների հետագա վատթարացմանը, որի գագաթնակետը դարձան 1990 թվականի հունվարի Բաքվի կոտորածները։ Ուստի Հայաստանում գործող շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպությունների, Նիկոլ Աղբալյան ուսանողական միության, Միասին շարժման, ինչպես նաև մի շարք այլ ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչ մի քանի հազար երիտասարդներ անկախ քաղաքական հայացքներից, հետաքրքրությունների շրջանակներից միավորվելով հիմնադրամի նախաձեռնության շուրջ փետրվարի 28-ին կայացած երթի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ կատարվածի եւ հանուն դրա դատապարտման։ Մենք պահանջում ենք դատապարտում ցանկացած տեսակի ցեղասպանության։ Չդատապարտված ցեղասպանությունը ծնում է նոր ցեղասպանություններ։ Երթին մասնակից տասնյակ երիտասարդական կազմակերպությունները իրենց գործունեության ընթացքում առաջին անգամ նման համախմբվածությամբ հանդես եկան։ Երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ, որով դատապարտում էին 1988-ի փետրվարի 28-ին կատարվածը եւ պահանջում. մենք Հայաստանի երիտասարդներս պահանջում ենք, որպիսի միջազգային կազմակերպությունների միջազգային հանրությունը դատապարտեն 1988-ից 90 թվականների հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը եւ դրան տան քաղաքական գնահատական։ Իրականացված ցեղասպանության չդատապարտումը կծնի նոր ցեղասպանություններ եւ այլ ռազմական հանցագործություններ, հատկապես եւ Ադրբեջանն այսօր էլ չի հրաժարվել ռազմական հռետորաբանությունից եւ փնտրում է Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման ուղիներ։ Երիտասարդները հայերի դեմ կատարված կոտորածներ դատապարտող հայտարարություն ուղարկեցին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատներ։ Ինչպես փոխանցեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը խոստացել է, որ հայտարարությունը իրենց պաշտոնական օղակներով կուղարկվի նաև ՄԱԿ-ի ԱՄՆ-ում գտնվող գլխավոր գրասենյակ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն։